ԱՄՆ սահմանապահ ծառայության գործակալ Գրեգորի Բովինոն, որը Լոս Անջելեսում գլխավորել էր լայնածավալ ներգաղթի ճնշումները եւ որի գործողությունները հարուցել էին զանգվածային բողոքներ, այսօր սոցիալական ցանցերում հայտարարել է, որ արդեն գտնվում է Չիկագոյում։ Լավ Չիկագո, մենք հասանք, Operation at Large-ը արդեն այստեղ է, որպեսզի շարունակենք այն, ինչը որ սկսել էինք Լոս Անջելեսում, գրել է X հարթակում, հրապարակելով տեսանյութ, որտեղ երևում են ներգաղթի ծառայության մեքենաները, գործակալները, քաղաքի կենտրոնի տեսանը։ Նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթներ շարունակ խոստանում է, որ Չիկագոյում կուժեղացվեն արտաքսումները եւ հնարավոր է տեղակայվեն ազգային գվարդիայի ստորաբաժանումներ, չնայած տեղի ղեկավարների ու բնակիչների դիմակայությանը։ Չիկագոյի ներգաղթի պաշտպանական խմբերը նշել են, որ վերջին օրերին նկատել են ներգաղթի գործակալների թվի աճ, ինչը խորացրել է ներգաղթյալ համայնքների վախն ու անորոշությունը։ Այդ մթնոլորտի պատճառով անգամ չեղարկվել կամ հետաձգվել էին Մեքսիկայի անկախության օրվա տոնակատարությունների մի մասը։ Բովինոյի նախկին գործողությունները Լոս Անջելեսում, որոնց նա անվանել էր Turn and Burn, հանգեցրել էին հազարավոր ձերբակալությունների։ Գործակալները ջարդել էին մեքենաների ապակիներ, պայթեցրել տանդրներ, նույնիսկ ձիերով շրջել էին Մաքարթր պարկում։ Իլինոյսի դեմոկրատ նահանգապետ Ջեյբի Պրիցկերը երեք լրագրողների զրույցում ընդգծել է, որ արդեն ակնհայտ է, որ ներգաղթի գործողությունները Չիկագոյի շուրջ նկատելիորեն ակտիվացել են։